հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ էքսկլյուզիվ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր եւ վստահ եմ շատերը ինձանից գոհ կլինեն, առավելևս այն հեռուստադիտողները, ովքեր վերջի ժամանակահատվածում նրա մասին ինձ շատ վիդեոներ եւ նկարեր են ուղարկում։ Մի քանի րոպե անց, որովհետև ըստ ֆորմատի պետք է այս պայն շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Երբ լուր քնած է աշխարը, գիտեմ արդուն է իմ մայրը, իմ օջախում կա մի լույս անմար, ու դա հենց դու ես իմ մար, հազար վիշտ է տեսել սիրտը, բայց երբ առել ես ինձ գիրկը, անուշ ձայնով ինձ օրոր ասել, երգդ հոգուս է հասել, Մամ ջան, իմ սիրտը դա, կյանքիս շամփին դու միշտ մնա, իմ կողքին քեզ չեմ թողնի, ամբողջ մի կյանք անուն է քո իմ շուրթերին, հավերժ Սիրտը զգում է, որ տանս լույսը վառվում է, Մամ ինձ սիրելու տվել ես կյանք, տունս դարձրել ես դու վանք, ու ես ինչքան էլ ասեմ քեզ, աստղերի հետ էլ չափեմ քեզ, մեկ է իմ սերը չունի սահման, աշխարհի չափ եմ սիրում Մամ ջան, իմ սիրտը դա, կյանքիս շամփին դու միշտ մնա, իմ կողքին քեզ չեմ թողնի, ամբողջ մի կյանք անուն է քո իմ շուրթերին, հավերժ TV-ի եթերում աշխատանքը շարունակում է Ձինայեթ նախագիծը եւ ես սկզբունքը չեմ խախտում, առաջարկում եմ տեսանյութ, որը լի է լույսով, հույսով, իմ համար նաեւ ապագայով եւ ասեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարոտում են ազգայինը, ապա այս թողարկումը հատուկ ձեզ համար է եւ տեղեկացնեմ, որ տեսանյութի գլխավոր տաղանդավոր հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է, ում այստեղ խոսքը կիմանաք հենց հիմա։ Բարի գալուստ մեր առցանց լաբորատորիա։ Այս լաբորատորիան լինելու է կրթական սերիալ, հեղինակային հարթակ,
առցանց մշակութային դպրոց եւ անձնական բրենդի զարգացման նոր մակարդակ, ինչպես ուզում եք մտածեք։ Սա տարածք է, որտեղ ես եւ իմ թիմը կխոսենք ազգային տարազի, նորաձևության, զարդանախշի, արվեստի եւ ստեղծագործական գործընթացի մասին։ Սա պարզապես էջ չէ, սա նախաձեռնություն է։ Սա Տերյան կենդանի թանգարանն է եւ կենդանի թանգարանում դուք տեսնելու եք բոլոր աշխատակիցներին, ովքեր ստեղծում են այս գեղեցկությունը։ Թանգարան, որը չի փակվում պատերի մեջ, թանգարան, որը շնչում է, ստեղծում է, զրուցում է եւ շարժվում է ժամանակի հետ։ Ես եւ Տերյան մշակութային կենտրոնը այս հարթակում կստեղծենք մշակութային երկխոսություն սերնդների միջև, Հայաստանի եւ աշխարհի միջև, ավանդույթի եւ ժամանակակից մտածողության միջև։ Բարի գալուստ մեր առցանց լաբորատորիա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերը նրան շատ լավ ճանաչում են, շատերը հնարավոր է նոր են ծանոթանում, բայց որ ես համարում եմ ինձ նրա թիվ 1 երկրպագուն, դա փաստ է։ Եվ առաջին տետատետ հարցազրույցն է, մի քիչ էլ հուզվում եմ, հույսով եմ դուք ինձ կհասկանաք, բայց մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալ եմ Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու, նկարիչ, դիզայներ Լիլիթ Մելիքյանին։ Լիլիթ ջան, բարի օր, բարի գալուստ ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես ձեզ երկար եմ սպասել։ Չգիտեի որոշել ոնց ձեզ հրավիրեմ ինձ մոտ տաղավարը, որովհետև լինելով ձեր հետևորդը, ես հասկանում եմ, որ զբաղվածությունը մեծ է, ու այն որ ուզում ես գրես, Լիլ ջան, դու քաղաքում ես, թե չէ, ես տարբերակը, բայց բախտս բերեց, եւ Լիլիթը ինձ մոտ տաղավարում է։ Նախ շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար։ Երբ որ ասում է Ակոպովնան ուզում է այստեղը մի քիչ մաքրվի, հալալ լինի, ես մի ձեր կարողար հիլսը 100 անգամ նայեմ։ Հա, եւ ավելին ասեմ, ես պաշտում եմ այն հիլսերը, որտեղ դուք աշխատում եք հատուկ ներկերով եւ պայուսակներիդ։ Այդ թեման մի քիչ կողք դնենք, որովհետեւ ես ունեմ հատուկ առանձնացած հարցեր ձեզ համար։ Արվեստանոց, մաքուր արվեստանոց, ազգային ոգով, շնչով, եւ դուք ինչ որ ժամանակ անց որոշեցիք ձեր արվեստանոցը ներկայացնել նաեւ հետևորդներին։ Այն որ ասում եմ բլոգեր չենք, բայց դուք մանրակրկիտ պատում եք ձեր յուրաքանչյուր քայլը։ Ով ունի հնարավորություն այդտեղ մտնելու եւ այդ ամեն ինչը վայելելու, յուրաքանչյուրը կարա թե հատուկ հրավերք ա պետք։ Նախ երևի հիմա ինձ ճանաչողները առաջինը մտածում են ոնց կարողա Լիլիթը, որ չի սիրում երևալ, չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին, ոնց ինքը որոշեց, որ պետքա հիմա լինի անընդհատ sense բաց եթերում եւ այլն, ասեմ, որ ես էլի ցույց եմ տալի իմ կյանքի 100-րդականը, որովհետեւ սովորել ապրել sense հեռախոսը միշտ միացրած, ինչ որ մի տեսակ իմ տեսակը չի։ Ես ցույց եմ տալի մասնագիտական հիմնական իմ զբաղվածությունը, որովհետեւ կարծում եմ, որ դրա պահն եմ, ելնելով նրանից, թե մարդիկ ինչ մեծ հետաքրքրություն ունեն Տերյան կենտրոնի նկատմամբ, մեր արած գործունեության նկատմամբ ու մենք ինչ ակտիվ ենք եւ ազգայինը ինչ կարեւոր է մեր կենտրոնում եւ ինչ որակի ենք հասել, ինչքան ենք զարգացել եւ ինչ ունենք ասելու, դրանից ելնելով որոշեցինք, որ պետք է ակտիվանալ եւ ամենակարևորը, որ որոշակի հետևությունից եղավ այս ամենը, երբ որ ես նկատեցի, որ այն վայրերում, որտեղ որ կամ ես եւ տեսանյութը սկսվում է ինձանով, հետաքրքրությունը եւ մարդկանց
շահագրգռվածությունը ուսումնասիրելու, մեր հետ շփվելու շատ է, այդ պատճառով որոշեցինք, որ լավ կլինի երևի ես լինեմ այսպես հանրային, խոսեմ, ցույց տամ, պատմեմ եւ այլն։ Եվ իհարկե կա նաեւ որոշակի ասելիք, որը այսօր կարողանում է սոցցանցերով ավելի հեշտ ասել, ավելի տեղ հասցնել, քան թե ես միշտ մտածել եմ, որ դա ինձ չի վերաբերվելու, բայց փաստորեն վերաբերվեց։ Ամենամեծ կարևորությունը գիտեք, որն է Լիլիթ ջան, դուք խոսում եք ժողովրդի լեզվով։ Ոչ բլոգերներն են այդպես խոսում, ոչ հաղորդավարները, այսինքն դուք ձեր ասելիքը ինձ նման մարդկանց կարողանում եք տեղ հասցնել։ Այդ կարևոր է։ Գիտեք, որովհետև ես չեմ խաղում։ Ես ինչպես կամ, ոնց ապրում եմ, ինչ անում եմ, մենք պարզապես նստե պայուսն է, որ ստվերային ունենք կամերա տեղադրված, որը մեր առօրյան նկարում է։ Ես չեմ պատրաստվում, նախապես ոչ մի բան չեմ անում, այսինքն ինչ որ անում եմ եւ ինչքան գիտեմ, հենց դա եմ մատուցում, որովհետև ես չեմ էլ թաքցնում, որ ամեն մարդ միշտ պետքա սովորի եւ իհարկե ունենա գոլեգաներ, ում հետ աշխատի, որովհետև չի կարելի անգամ, երբ որ դու ամեն ինչի մասնագետ ես ու շատ լավ է, որ Տերյան կենտրոնը դա թիմային աշխատանք է ու ես ամենան չեմ, այլ մենք խումբ ենք եւ մենք բոլորով ենք ստեղծում այն ամենը, ինչ անում ենք ու հենց ծրագիրը մեր այնպիսին է, որ մենք ընդհանուր բոլոր թիմակիցներին ենք մենք ներկայացնելու։ Մենք արդեն նկարել ենք օրինակ մեր թիմի ազգագրագետներին, ովքեր են մեր հետ աշխատում, որովհետև շատ հաճախ լսում ես կոմենտներ եւ լավ եւ վատ քո մասին եւ ես ինքս չեմ համակրում մարդկանց, ովքեր մենակ են ու ամենուրեք են ու ամեն ինչի մասնագետ են եւ ես չեմ ուզենա լինեմ այդպիսինը։ Դրա համար ես ունեմ թիմ եւ ամեն մարդ իր տեղում է, դիզայները կարող է, գիտնականը, այսինքն ամեն մարդ զբաղվում է նրանով, ինչի խորքային գիտելիքը ունի։ Եվ մեր տարազներով մեզ ճանաչել ու մեր տարազների հավաքածուները հենց այդպես են ստեղծվել։ Մենք մարդիկ ենք, ովքեր ունենք ճաշակ, ովքեր ունենք որակ եւ ովքեր ունենք հմտություններ, բայց մեր թեորետիկ գիտելիքները իրենք ամեն օր ավելանում են, որտեղ ես աշխատում եմ ին վրա, մեր ազգագրագետը աշխատում է մեր վրա, մենք ունենք թիմային մտածելակերպ, մենք մտածում ենք ինչպես հագուստը ստեղծենք, տանենք դեպի ժամանակակից շուկա, որովհետև չէ որ մենք նաև տարազը ոչ միայն ցուցադրում ենք, նաև նրան դարձնում ենք արդիական եւ ժամանակակից առաջարկներ ենք անում եւ կրթում ենք սերունդ, որ մեր գործը շարունակվող լինի, որպեսզի միշտ լինեն հայ դիզայներներ, ովքեր ինքնությունը ճանաչելով ստեղծագործում են։ Մի տեսակ Տերյան կենտրոնը շատ նման է արդյունաբերության, ստեղծարար արդյունաբերության նման մի կենտրոն է, որտեղ գաղափարը եւ սերը դեպի մշակույթը դառնում է արդյունաբերական պրոդուկտ։ Համաձայն եմ։ Ես այնտեղ տեսել եմ կադրեր, որ դուք մանրակրկիտ ցույց եք տալի յուրաքանչյուր ատրիբուտ, աքսեսուար, ասում եք սա այս թվականին է, այն թվականին է, ինձ հետաքրքիր է։ Լիլիթ ջան, առաջին անգամ հիշում եք, որ թվականին եք ստեղծել առաջի տարազը։ Նախ ասեմ, որ Տերյան կենտրոնը ստեղծվել է 2000-ականներին, 2001-ից մենք կանք, օֆիցիալ գրանցումը մեր արդեն որպես հասարակական կառույց 2004-ից էր եւ առաջին տարազը, որ կրել եմ, ես եմ կրել, իմ համար է պատրաստել, դա 2007 թվականն է եղել։ Այսքան հին ենք։ Ու այդ մի հագուստի պատմություն եւ շատ հաճախ ինձ կանչում են խոսելու իմ անցած ճանապարհի մասին որպես կին ձեռներեց եւ ես պատմեմ թե ինչպես կարող է մի կնոջ երազանք եւ մի կնոջ աշխատանք դառնա մի ամբողջ թիմային աշխատանքի եւ ճանապարհի ստեղծում։ Հիանալի է։ Ես լսել եմ մի թեմա, չգիտեմ դա բամբասանք է թե լուրջ է, ասում են, որ միակ կին նկարչուհի դիզայները դուք եք, որ Հռոմի պապի համար կարել եք հագուստա, ճիշտ է։ Հա, ես եմ։ Ու էլ չկա, չէ՞։ Կին դիզայներ, ես չգիտեմ ելով իր չեմ կարծում, որտեվ իր մեկ այցի ժամանակ այդ մի հագուստը, որ իր համար պատրաստվեց, այո կար եւ հետաքրքիր պատմություններ, այդ պատմությունը թե ինչպես մեզ բախտ վիճակվեց լինել հենց այն մարդիկ, ովքեր կարեցին եւ ասեղնագործեցին այդ մեր թիմը արեց, ես հիշում եմ այդ օրը, երբ որ մեզ մոտ այցելել էին մեր սրբազան այրերը, կաթոլիկ, եւ դա իրենց կողմից էր այդ պատվերը, որովհետեւ
իրականում փնտրում էին մի ճաշակով նվեր, որ պիտի մատուցվեր պապին, երբ որ ինքը գալիս էր Հայաստան։ Եվ ես էլ ինչքան երիտասարդ ես լինում, այնքան համարձակ ես լինում, երևի մի քիչ էլ ախմախ, այտենց համարձակ առաջարկ արեցի, ասացի եկեք մենք իր հագուստը պատրաստենք, որին որ լավ հիշում եմ Ռաֆայել Սրբազանը, Ռաֆայել Մինասյանը ինձ ասեց ես ինչ կարծիք ես քո մասին, որ կարծում ես, որ ես չափազանց համեստ, որտեվ հա վերջին պապը որ մահացավ, ինքը շատ համեստ մարդ էր եւ չէր սիրում ավելորդ ինչ որ վճնանքի նախասիրություն չուներ եւ ասեց դու կարող ես մտածում ես, որ կարող ես նման բան անել, ասեցի կարծում եմ, որ այո, ու մենք ունենք, գիտեք, իրական մի 14 օր եւ որ ինքը պիտի գար։ Հետո այդ 14 օրը մարվել են էսքիզները, թե ինչպիսին պետքա լինի հագուստը, ներքին հագուստը, առաջին շերտը, վրայից երկրորդ հագուստը, խույրը, գլխի եւ ես հիշում եմ թե ինչպես կտորը արագ հասցվեց, որտեվ կտորը Վատիկանից մեզ բերեցին, քանի որ ինքը հատուկ կտորներից պետքա լիներ պատրաստված ու մենք ինչ ողջավորությամբ ենք այդ հագուստը պատրաստել ասեղնագործող թիմի վերաբերմունքը եւ աշխատանքը ընդհանրապես մեծ անմոռանալի օրեր են եղել, բայց ասեմ որ մենք այդպիսի երանդով շատ գործերի ենք վերաբերում, որտեղ մեր համար նույն հաջողությամբ ինչ որ Հռոմի Պապի հագուստներ եղելա հետո ուրիշ հոգևորականների հագուստ ենք պատրաստել եւ նույն երանդով ենք վերաբերվել, այսինքն բացարձակ տարբերություն չկար, որ առաջին քրիստոնյա կերպարը եւ մեր սրբազանները, որովհետեւ դու ամեն աշխատանքի նույն նվիրումով ես վերաբերում եւ նույն չափ ուսումնասիրություն ես անում, իմ համար դա բաց դաշտ էր, ես այդ աշխատանքով եմ սկսել ծանոթանալ հոգևոր դասի հագուստներին եւ հիմա հենց դրանով էլ զբաղված եմ։ Եվս մեկ հարց։ Ես ամենաշատը տեսա, որ իմ ընկերները տարածել են մի տեսանյութ Reels, որ դուք ցույց եք տալիս նաև կավե տեխնիկներին տարածներ հագած։ Եվ ես օրինակ շատ կցանկանայի, օրինակ իմ ընկերներին, այդ որ գրված էր բարև եւ անունը։ Ուզում հասկանալ, դա մի պահ է եղել, ստեղծել եք, թե դեռ դա ընթացքի մեջ է, մենք կարող ենք այդ թեման պատվիրել։ Կարող եք պատվիրել, ասեմ ինչպես է ստեղծվել, դա մեր մոտ այնպես պատահական բաներ չի լինում։ Մի 15 տարի առաջ մի երիտասարդ արկղը ձեռքը մտավ Տերյան կենտրոն ու բերեց մեզ կավի գլուխներ, չնկարված, պարզապես թրծված պատրաստի գլուխներ, ֆորմաներ եւ խնդրեց, որ մենք դա գնենք իրենից։ Ես էլ տեսնելով, որ մտածել եմ, որ երիտասարդի համար դա ջանքը գործադրել է ու երևի ինչ որ process չի ստացվել, գլուխները արկղով մեզ էր բերել։ Ես ամբողջ այդ գլուխները իրենից գնեցի, մտածել եմ, որ օգնեցի ինչ որ չափով մարդուն, նենց չէր, որ մենք ինչ որ ավելորդ դրամ ունենք, բայց մենք միշտ օգնող կառույց ենք։ Եվ այդ գլուխները տենց մնաց դարակում, միջև կգար ինչ որ մի օր, որ անդրադառնայինք դրան կամ ժամանակ, ես միշտ փնտրում եմ շնորհքներով մարդկանց, որոնք կավելանան մեր թիմում եւ իրանք միշտ որպես կանոն գալիս են, իրանք հենց։ Ու մտածում եմ, լավ, մի օր այս տեխնիկի հերթն էլ է գալու, սրա սարքողն է կգա։ Վերջերս մի շատ հետաքրքիր պատվիրատու ունենք, որին պետք էր տեխնիկ ինդիվիդուալ հայկական տեխնիկ, որը կլիներ ճիշտ տարազով, որը կլիներ ոչ ստանդարտ վերնիսաժային մտածելակերպով, որը կլիներ այնպիսին, ինչպիսին դարձավ մեր բարևիկը։ Այո։ Եվ ես սկսեցի զանգել մեր վարպետներին, քանի որ նաև արհեստագործների միությունն է, չէ, Տերյան կենտրոնի կողմից ստեղծված կառույց, պարզվեց ոչ մեկ չունի համապատասխան տեխնիկ։ Մեկինը ավելի գեղշկական կերպարեր են, մեկինը կտորից էր եւ մի խոսքով չգտնվեց։ Ու ես հասկացա, որ հենց հիմա սարքում եմ այդ տեխնիկը ու քանի որ չունեի ազատ ձեռքեր, ինքս պատրաստեցի, այսինքն վարպետներից ոչ մեկ արվեստանոցում ազատ չէր։ Ես չունեի ժամանակ, ես պիտի մի օրում այդ տեխնիկներին սարքեի, որոշեցի սարքել լոսկուտներից, որոնք հենց տարազներից են մնում, որտեվ չես թափում տեքստիլը, դու ափսոսում ես այդ տեքստիլը։ Հետո սարքեցի բարևիկ, անունը դրեցի բարևիկ, որտեղ որ նկարում էի դեմքը, տենց ժպտադեմ ինչ որ կերպար ստացվեց, բարև էր էլի ինքը, դες նոր պրոդուկտ էր, բարևում էր մեզ։ Անունը դրեցինք բարևիկ, որոշեցինք տուփ ունենանք եւ այլն, դուր եկավ այդ գաղափարը։
մեկ էլ ինտերնետում տեսնում եմ բարևիկ կա։ Օ, Ես էլ չեմ սիրում տենց բաներ, հեղինակային իրավունքը ինձ շատ են խախտում, ես գոնե չխախտեմ, էլի։ Ու որոշեցինք, որ բարևիկը կմնա բարև եւ կավելանա անունը, կլինի ինդիվիդուալ տիկնիկ ըստ ձեր պատվերի։ Հիմա մենք ունենք բարև եւ ձեր անունը, ով որ ինչ պատվիրում անում, ունև, հա։ ամեն աշխարհի բոլոր անուններով ստիկերներ ենք սարքել, ընդ որում այդ ստիկերը տպագրականա, ձեռքով է, ասեղնագործ է, շատ բան ենք չի անում, ու ամեն ինչը լոսկուտից է այս պահին, որովհետեւ մենք ունենք մոտեցում, որ մի քանի տարին մեկ մեր հավաքված լոսկուտը մի հատ պրոդուկտի ենք վերածում, ինքը տենց ոնց որ գեներալնի ու բորկայի նման մի բան է, հա, սենց հավաքվում է փաթեթներով լոսկուտ, թուղթ եւ այլն, ընթացքում ժամանակ չունես, անընդհատ դու այդ մաքրությունն անես։ Մենք պահեստավորում ենք, հետո ասենք 3 տարին մեկ հայտարարում ենք, որ այս տարին ամեն ինչ լոսկուտից ենք անում, մենք մեր համար։ Հագուստները պատրաստում ենք լոսկուտից իրեր ենք ստեղծում, որ անպայման այդ լոսկուտը կիրառենք, նախ երկրորդ շունչ ենք տալիս, երկրորդը մենք էլ մի տեսակ խնայող մարդիկ ենք, էլի ոնց ասեմ, երևի մարդու կացությունը իր ճանապարհը հենց ստեղծում է, մենք բոլորս ինչ որ խնայողություն ենք անում, որ ամեն ինչ հասցնենք, տեղավորվենք, քիչ դրամով միշտ էֆեկտիվ բաներ ստեղծենք եւ այլն։ Հիանալի է։ Ես արդեն հասկացա, որովհետև եթերից հետո արդեն իմ կարծիքով ես այդ տիկնիկից պետք է տան ունենամ իմ թորնիկի համար։ Ես հիմա ամաչեցի, որ իմ հետ չեմ բերել ձեզ մի հատ ընծա։ Ոչինչ, ես էլի կգամ։ Սխալը կողենք։ Շատ լավ։ Մի հարց էլ։ Դուք խոսեցիք ձեր թիմից, Լիլիթ ջան, որ բավականին լուրջ եք, որ մեկը մյուսի հետ։ Խոսեցիք թորնիկից, ես հիմա սենց ապշած եմ, թորնիկ։ Հա, թորնիկ, 7 տարեկան։ Ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր որ ծանոթ են ման գալիս, որպեսզի լինեն ձեր շրջապատում, ավելի շուտ լինել ձեր թիմակիցը։ Հնարավորություն կա, ովքեր են լինում ընդհանրապես ձեր շրջապատում, ովքեր կարող են ձեր շարքերը լինել, դուք եք ընտրում, գալիս են իրանց ոտով, ոնց կարող են օրինակ գալ ձեզ մոտ։ Շրջապատն էլ է փակ։ Լիմիտը սպառվել է ընկերություն ավելացնելու։ Հա։ Եվ գրասենյակն էլ է փակ, ասեմ ինչի։ Ես հոգնել եմ շփումներից, որովհետև գալիս է մի պահ, որ դու ուզում ես մի քիչ մենություն եւ քեզ պետք է անցած ճանապարհը մի հատ ամփոփել եւ հասկանալ ուր եմ գնում, վերջը կարծում եմ, որ արդեն էլ շատ երիտասարդ չենք ու այս ինչ որ մի հատ փուլ է, որ պետք է գիտակցաբար գնալ դեպի վերջ։ Մեծացել ես Լիլիթ ջան։ Հա, բա իհարկե։ Եվ ասեմ, որ շատ չեմ գնում սոցիալական շփումներս, կրճատել եմ եւ էլ չեմ վազվզում անընդհատ ամենուրեք ու ես շատ զարմանում եմ այս ստեղծագործողների վրա, կան չէ մարդիկ, որ սենց որ միջոցառումը բացում ես այնտեղ են ու այտենց ամենուրեք։ Իմ մոտ տպավորիչն է այդ մարդիկ կամ շատ մենակ են եւ շատ կարիք ունեն շփման, կամ շատ պարապ են ու էլի շատ կարիք ունեն ինքնազբաղություն ստեղծել։ Ես ահավոր զբաղված եմ իրոք եւ աշխատանքով եւ իմ ինքնակրթությամբ եւ ընդհանրապես զբաղված եմ իմ մտքերով։ Իսկ ինչ վերաբերվում է Տերյան կենտրոն գալու, այցելու լինելու համար, այդ միշտ բաց է, միշտ բոլորի համար։ Կենտրոն գալ, այցելել, շփվել, մեր հետ սրճել, թանգարանը նայել միշտ կարելի է։
Իսկ ինչ վերաբերում մեր մոտ աշխատելու, այդ որոշակի հմտություն է պետք, որովհետև առաջ մենք յուրաքանչյուր լավ մարդու էինք ընդունում եւ կրթում էինք, բայց հիմա դրա ժամանակը չկա։ Դրա համար հիմա մեզ պետքա լավ մարդ եւ կրթված, որովհետև մենք չունենք ժամանակ կրթվելու, իսկ վատ մարդը մեր մոտ չի դիմանում, որովհետև մեր հետ դժվար է, մեր մոտ բարդ է, եւ դու պիտի շատ սիրես այդ գործը, որ գաս մնաս, որովհետեւ դու աշխատում ես շատ եւ հոգնում ես, ու այսինքն եթե դու չսիրես, դու չես դիմանա այդ նագրուսկային։ Դրա համար այն փոքրիկ թիմը, որ ունի Տերյանի, ինքը անփոփոխ նույն թիմն է, պակասում է, շատ քիչ է ավելանում, ու մտրիալներով է ավելանում, ու իրականում գնում են նրանք, ովքեր տեղում չէին, հենց պատահական էին, էլի պատահական մարդը մեր մոտ չի դիմանում, դժվար է, աշխատատար է մեր գրասենյակը շատ, բայց շատ ազնվական աշխատանք է, շատ։ Հետո որ հետ նայես, կտեսնես, որ դու ինչով ես զբաղված, ինչ մեծատառով գործունեություն է։ Հիանալի է։ Եվ այն իմ ամենասիրած թեման միշտ ասում եմ խելացի կինը չպետք է նեղվի շատ փողից եւ շատ պայուսակներից։ Ես քանի որ պայուսակներ ինձ համար երբեք այն որ ասում հերիք է բառը ինձ համար չէ, ես պաշտում եմ ընդհանրապես պայուսակներ, բայց այն կարգավիճակը, որ դուք նստած եք, ես վստահ կարող եմ փաստ որպես արդեն ձեզ հետևորդ ասել, որ դուք ուղակի վերցնում եք հատուկ, չգիտեմ, ներկե ու ստեղծագործում եք։ Ես վստահ կարող եմ ասել, չգիտեմ, տենց է երևում կադրով, որ դուք չեք որոշել ինչ պետք է նկարել, չկա նկարած, չէ՞, տենց։ Ո՞նց է գալիս լիլ այդ մուսայա, չգիտեմ, արդեն 3D աշխատում է ձեր ուղեղի մեջ, ո՞նց եք նկարում։ Նոր Աստծով էլի, իրոք Աստծով, որովհետև գիտեք, չեմ ուրիշ բան չկա։ Ես ոչ աշխարհի ամենատաղանդավորն եմ, ոչ էլ ինչ որ հատուկ վարժվում եմ։ Պայուսակները, որ դրվում է իմ առջև, եթե նայում եք ում պայուսակներն են, հիմնականում լինում են եւ ինչ պայուսակներ են, հիմնականում լինում են բավականին թանկարժեք։ Եվ ես միշտ մտքումս ունեմ ներքին տագնապ, որ հանկարծ մարդ ես ու ինչ որ մարդ ես, չէ, կարող երևակայությունը թրջունա տեսնում, մեկ էլ ձեռքը չի գնում, ու բայց միշտ գնում է ու ես չգիտեմ ոնց, իրոք չգիտեմ, ինչ մտածում եմ, կարողանում եմ նկարեմ, ու ես դրա համար շնորհակալ եմ մենակ Աստծուն, որովհետև այդ հենց չի լինում, դա վարժանքի արդյունք չի, ես հո տունը ծիթ նկարելը չեմ պարապում, կամ ասենք զարդանախշ նկարելը, այդ պահին ստացվում է, ես չգիտեմ այդ ոնց է ստացվում, ու ինքը դուք շատ ճիշտ եք նկատել այդ պայուսակները ես միշտ նկարում եմ սենց ուղիղ կամերան վրա սպահած առանց նախապես պատրաստվելու եւ այլն ստացվում է, գիտեք, մենակ մի բան կարող եմ ասեմ, որ շատ մեծ նշանակություն ունի, թե ես ում հետ եմ, ով է ինձ քաջալերողը, որովհետեւ ես էմոցիոնալ ստեղծագործող անձնավորություն եմ եւ եթե ինձ սիրում են եւ իմ աշխատանքը գնահատում են, այդ ես զգում եմ, այդ ինձ փոխանցվում է ու այդ ինձ ուժ է տալիս, որ ես արարեմ, որովհետեւ եթե հակառակն է, ես էդ էլ եմ զգում ու իմ մոտ կարող է ամեն ինչ փակվի ու ոչինչ չստացվի։ Դրա համար ես ընտրում եմ անձանց ում հետ ընկերություն անեմ, ովքեր կլինեն իմ փոքրիկ շրջապատում, ովքեր ում համար ես կնկարեմ, որտեվ ամեն պայուսակ այդ նույնն է ինչ կտավ անես, ինքը ամբողջովին ստեղծագործություն է։ Դու գաղափար ես դնում, երևակայություն ես դնում, շնոր ես դնում, նյութ ես օգտագործում, այսինքն բացարձակ կապ չունի ես մեծ կտավ եմ նկարում, թե փոքր պայուսակ։ Գույները, միտքը, ամեն ինչը նշանակություն ունի ու ես այդ անում եմ ում համար, որ սիրում եմ, որտեվ այդ չես կարող էլի, դա տենց ինչ որ տենց պատվեր չի, որ տենց նուռա նկարեցինք անցանք առաջ։ Իսկ ինչ ներկերով եք աշխատում, որ տենց մնում է թարմ։ Ուրեմն առաջին ներկերը, առաջին անգամ որ պայուսակը տեսակ, որ տենց օֆիցիալ դրեցինք էջում արդեն,
կաշվի ներկեր էր, որոնք որ ես ձեռք էի բերել ԱՄՆ-ում եւ եկա ու իզարմանաս ինձ Հայաստանում գտա այդ նույն ներկերից, այդ սերիայից ներկեր, այսինքն կաշվի ներկեր կան, վաճառքում կան եւ on-line հարթակում նույնպես հանգիստ կարելի է պատվիրել կաշվի ներկեր են, որոնք չեն անցնում, չեն ջենջվում, ոչ մի բանի կարիք չունեն, ոչ ֆիքսելու, ոչ մի բան, ինքը հենց կաշվի համար ստեղծված ներկեր են, մի փոքր տաքանալ են ուզում ու եթե իրը չի փչանալու, այսինքն եթե վստահ որ լավ կաշի է, չի դեֆորմացվելու, ոչ մի բան չի լինելու։ Ես ձեզ խորհուրդ կտամ եթերից հետո ուղղակի ներխուժել Լիլիթի Instagram-յան էջ, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ միանգամից կա եւ մի վերջի ամփոփման մի քանի հարցս։ Սեմինար ասված երևույթը ձեզ մոտ կենտրոնում լինում են։ Այո, ես հասկանում եմ, որ մենք ունենք տարածք, որը որ շատ լավն է, շատ պուպուշ է, մենք գտնում ենք նկուղում, օդ չկա, շնչելու պատուհան չկա, բայց այնքան լավ մարդկային ջերմություն է, որ անընդհատ մարդը, այ հենց հիմա ես եկա ձեզ մոտ ու մեր մոտ Ստրասբուրգի հայկական համայնքն էր։ Օֆիսում կանգնելու տեղ չկար, լեփ-լեցուն մարդ էր, այն դեպքում, երբ դեռ չի սկսել տուրիզմը, դեռ Հայաստանում 5 աստիճան է, ցուրտ է, ու արդեն մեր մոտ խմբեր են եւ այդ խմբերին ամեն անգամ մենք սեմինար ենք հաշվեք մատուցում, որովհետեւ մարդը գալիս է գիտելիք ստանալու, դու չես կարող ուղղակի իրան ասես դե դու ինքնակառավարվի ինչ տեսնում ես նայ, ինքը եկել է քո մոտ սիրով ու ինքը ուզում է լսի ազգային հագուստի պատմություն, ինքը ուզում է գորգի պատմությունը լսի, որը քո մոտ կա, ինքը ուզում է լուսանկարվի քո հագուստներով, այսինքն դու այդ ամեն ինչը ես համարում եմ այսօր կենթանի սեմինար, որտեղ մենք կենթանի տարազ ենք մատուցում, խոսող, իր զարդանախշերով, ամեն ինչով, ամեն մեկի համար առանձին պատմելով, առանձին նկարելով, մի հատ էլ գիրք ունենք, կարծիքներ ենք գրում, թե մարդիկ ինչ հաճույք ստացան, չստացան, ինչպես գնահատեցին, մենք ունենք նաև workshop-եր, դուք կարող եք գալ մեր հետ նկարել, օրինակ պայուսակների նկարազարդման դաս ունենք, որ կարող եք գալ, ձեր պայուսակը վերցնեք, ոչ թե ես նկարեմ, այլ միասին նկարենք։ Ահա։ Ունենք որ Փաստորեն Սոնյա Դիլանյան, այդ իմ ու քո մասին էր փաստորեն այս դեպքում եւ քանի որ ինձ մոտ տաղավարում ոչ միայն գալիս ենք խոսում ենք ձեր մասնագիտությունից, ես ուզում եմ մի երկու հարցով էլ ձեզ տեղափոխեմ իմ եթեր, այսինքն ես նաեւ փորձում եմ մեր ծրագրի շրջանակներում մի քանի բլից հարցերով ձեզ նաև ներկայացնել որպես կին առօրյա կյանքում։ Կընդունեք այդ բլից հարցերս։ Երկար չմտածեք, սա մի քիչ էլ ձեր ճաշակն է ներքին տարբերակով։ Սկսեցինք։ Օրը սկսում եք առավոտյան ժամը 6:15 միշտ։ Լուրջ։ Որ ժամին եք քնեք, այդ ժամին կարտնանալ։ 6:15 միշտ է։ Փիոնոլիա։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախընտրելի ուտեստ ունեք։ Այո։ Միրգը, պարալոկ։ Իսկ խմիչք չեմ խմում ընդհանրապես։ Շատ լավ, բայց եթե գալիս է պահը, մի բաժակ գինի ունենք ձեռքին եւ կենաց։ Եթե գալիս է պահը, մի բաժակ օղի ունենք ձեռքին եւ կենաց։ Եվ որ կենացն է ձերը, որ դից նախընտրում եք։ Հիմա երեխայով եմ զբաղված, կմտածեմ երևի կենացս կլիներ, որ Աստված օգնի, որ մեր երեխաները ողջ լինեն, Աստծով լինեն, Պահապան հրեշտակը միշտ իրենց հետ լինի եւ հաջողակ լինեն, որովհետեւ ինչքան մեծանում ես, այնքան ընտրության առջև ես ու ճիշտ ընտրություն կատարեն կյանքում։ Համաձայն եմ։ Դա բացարձակ կնոջ ընտրության հետ կապ չունեցող ընտրության։ Երեխաների կենացը։ Այո։ Սև սպիտակ թե այլ գույն։ Այլ գույն։ Լավ։ Երեկոյան թե սպորտային հագուստ։ Սպորտային։ Սեր թե փող։ Սեր։ Լուրջ։ Լուրջ։ Փողով սեր չի լինի։ Իմ մոտ չէ։ Լավ։ Ես փող չունեմ։ Ֆիլմ թե ներկայացում։ Առաջ էր ներկայացում, հիմա ֆիլմ։ Հիմա ֆիլմ։ Լավ, իսկ իր կա, որ միշտ քեզ հետ է։ Հա, զարդը սա միշտ ինձ հետ, հիմա փոխել եմ, բայց պայուսակումը սա։ Շատ լավ։ Բոլորը հաստատ բոլոր հեռուստադիտողները, ովքեր ինձ եթերներում տեսել են, միշտ տեսել են իմ ժինջի լվզից, Մարիամ Աստվածածնի պատկերով, միշտ ինձ հետ է։
Հիանալի է։ Լավ, իսկ համակարգիչ թե հեռախոս։ Հեռախոս։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Պատերազմի։ Իսկ ինչից ես ամենաշատը վախենում։ Աստծուց։ Հանդիպումից։ Շատ լավ։ Իսկ ով է Լիլիթի կյանքի հերոսը։ Չեմ ասի։ Լավ։ Շփվում ես Աստծու հետ Լիլ։ 6-15։ Հա, այդ սկիզբը։ Էտա ժամն է։ Իսկ ավելի շատ մտքով թե գնում ես դուրը, ո՞նց է։ Չէ, մտքով չէ, բայց խոսքով, բայց տանը։ Դուրը գնում եմ պատարակներին միշտ։ Օ։ Իսկ շնորհակալ ես լինում թե խնդրում ես, որն ամենաշատը լինում։ Շնորհակալ եմ լինում, բայց խնդրում եմ ներվել։ Ստանալ ներում, երբևիցե։ Բացահայտում ես։ Լիլ, լսում ես քո ներքին ձայնին։ Հիմա հա, բայց մի 10 տարի չունեի, կորել էր։ Օգնում է։ Հա։ Այստեղ փոքր Լիլիթ կա նստած, որ տենց խանգարում էլա։ Չէ։ Չէ։ Շատ լավ։ Անցավ այդ տարիքը փոքր Լիլիթների։ Հա, ինձ մոտ հələ դեռ մեկ խանգարում է։ Լավ, իսկ ինչի երբեք չես ների։ Միշտ ներում եմ։ Հա։ Բոլորին։ Իսկ ինչի երբեք չես անի։ Որ ներվեմ։ Հա։ Ռադիո թե TV։ Լսի, ոչ են։ Հա։ Չեմ լսում։ Չես էլ դիտում։ Չեմ էլ նայում։ Լիլի, ես պահանջում եմ այս ծրագիրը էկրանով նայել։ Տեսնես ինչքան լավն է։ Կնայեմ, բայց ես չեմ նայում, այդ շատ մեծ խնդիր է։ Հա։ Ու դրա պատճառը տեսողությունն է, սա, որ շատ կարևոր է իմ համար, որ չեմ ուզում ծանրաբեռնվեմ ոչ մի բան նայելով։ Ավելի ինֆորմացիա չես ուզում իմ կարծիքով։ Ինֆորմացիա չեմ ուզում, յուրահատուկ բաներ եմ լսում, նայում, չեմ կարող, ավել ինֆորմացիա չեմ ուզում։ Եվ վերջում, ունի Լիլիթը կարգախոս, որ առաջնորդվում է։ Հա, միշտ ամեն օր ասում եմ, ես վերջերս եմ նկատել, ասել եմ, ու ռուսերեն է, բայց հայերեն կասեմ, իմ մոտ ամեն ինչ կստացվի։ Դու դեռ դա ես ասում Լիլ։ Իսկ բան կա, որ ուզում ես դեռ չի ստացվել։ Շատ։ Լուրջ ես ասում։ Ես էլ իմ ճանապարհի կեսն եմ անցել։ Պատկերացնում մի քանի տարի հետո ինչա լինելու։ Աստված տա ես եթերում լինեմ, ամեն տարի մի նորությունը ներկայացնեմ, բայց ես որպես նաև ինչու ոչ, նոր ընկեր թեկուս եւ քեզ հետևող անձ, որ միշտ հպարտանում եմ, որ հանգստանալու համար միայն կարող եմ քո էջը նայել, վայելել։ Ես խնդրանք ունեմ նորության դեպքում ինչ որ իսկապես կարող ենք հանրության ներկայացնել, որտեղ մեզ դիտում է Հայաստանի Հանրապետությունը եւ on-line տարբերակով ամբողջ աշխարհը։ Ես կխնդրեմ արձագանքել եւ ինձ մոտ տաղավարում այդ ամենը լուսաբանենք, ցույց տանք, ինձ թվում է դա ճիշտ կլինի, էլի։ Ես էլ հիմա կանեմ մի հատ շտկում եւ ձեզ կավելացնեմ մեր փակ ընկերական խումբը։ Հաստատ ես անցա քնությունը։ Հանձնեցիք քնությունը։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես ուզում եմ իմ հարգանքները ձեզ հետ տանեք ձեր ամբողջ թիմին, դուք շատ լուրջ աշխատանք եք անում։ Ես ուզում եմ եթերում իմ ընկերներին խոստանալ, որ մի քանի օրից Միացյալ Նահանգներից գալու են, նրանք առաջինը ինձ տվել են ձեր անունը, որպեսզի լինեն ձեր կենտրոնում, կարոտացեն եւ ավակ սերունդ են, դու արդեն հասկացար Լիլ ջան։ Իսկ շնորհակալ եմ իմ Սոնյա Դիլանյանին, ումից ամենաշատն եմ վախենում իդեպ, որովհետև եթե ես այսօր քեզ հետ նստած խոսում եմ եւ իր ուզած հագուստով եւ սանրվածքով չլինեի, դա արդեն պատերազմ էր Լիլ ջան։ Եվ ես շուտով կլինեմ ձեզ մոտ, ուզում եմ իմ միայի համար բարև միան ունենալ։ Ես հիշեցի, դուք ուզում եք պայուսակ եւ տիկնիկ։ Տիկնիկ ամենակարևորն է, պայուսակի կարող ունենամ։ Հարուստ եմ ես։ Շնորհակալ եմ, ես ձեզ շատ սիրում եմ։ Համեցեք։ Իսկ այսքանից հետո էլ վստահ եմ բավարարվեցիք, որովհետև քիչ շատից ես կարողացա իմ հարցերի պատասխանները ստանալ, տեսանյութերը ներկայացնել եւ խոստանում եմ ամեն մի նորություն, թեկուս եթե նա ներկա չլինի, տեսանյութի կարգավիճակով ներկայացնեմ, որտեղ դա ինձ համար նաեւ հպարտություն է։ Միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերուի Լիլիթներ եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։
Nay 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 Սիրելիս աչքերիդ մեջ նայելիս սրտումս անսպասելի փոթորիկ է հաճելի Սիրելիս քեզ գրկումս առնելիս ջերմանում է իմ հոգին երբ քեզ զգում է իր կողքին տարիներ կանցնեն կգնա երկուսի սրտերը հավերժ կմնա ոչինչ մեզ երբեք չի բաժանի դու իմ սիրո թագուհի կանցնեն կգնա երկուսի սրտերը հավերժ կմնա ոչինչ մեզ երբեք չի բաժանի դու իմ սիրո թագուհի Սիրելիս քո անունը լսելիս աղոթում եմ բարձրալի Պահի քեզ իմ կողքին Սիրելիս քեզ անդադար սիրելիս Երջանիկ է իմ հոգին որ ունի քեզ իր կողքին տարիներ կանցնեն կգնա Երկուսի սրտերը հավերժ կմնա Ոչինչ մեզ երբեք չի բաժանի Դու իմ սիրո թագուհի Տարիներ կանցնեն կգնա Երկուսի սրտերը հավերժ կմնա Ոչինչ մեզ երբեք չի բաժանի Դու իմ սիրո թագուհի Դու իմ սիրո թագուհի Տարիներ կանցնեն կգնա Երկուսի սրտերը հավերժ կմնա Ոչինչ մեզ երբեք չի բաժանի Դու իմ սիրո թագուհի Ոչինչ մեզ երբեք չի բաժանի Իմ թագուհի